Կներեք, բայց այդ ձայնագրությունների համապատասխան նաև մարդկանց ինչ որ քաղաքական ակցիաների բերելու խոսակցության թեմաներ կա, օրինակ ասում են 12-ին լինես ազգային ժողովի մոտից։ Դուք օրինակ ազգային ժողովի մոտ ունեցել եք բան, հանրահավաք, կամ ասում է գաք ազատության հրապարակ, որտեղ եղավ ձեր մեծ հանրահավաքը։ Այլ դրվագներ էլ կան, էլի միայն ընտրելը չի։ Շատ լավ, հիմա գանք այդ դրվագներին։ Նրանք կազմակերպական հարցեր են, որոնք չի ենթադրում, որ մարդը այդ հավաքին մասնակցում է միայն նյութական շահագրգռվածության պայմաններով։ Այդ քրեական օրենսգրքի հոդվածը վերաբերում է հետևյալ դեպքերին։ Մարդը չի ուզում մասնակցի որևէ ակցիայի, դու իրան որևէ մեկը, որևէ մեծ սուբյեկտ նյութապես շահագրգռում է, որպեսզի ինքը այդ ակցիայի մասնակցի։ Եթե մարդը ցանկանում է մասնակցի, մեկ ուրիշի հետ պայմանավորվում են միասին նույն մեքենայով գնան, դրանից հետո մի ուրիշ տեղ գնան եւ այլն, դա կազմակերպական հարցեր է։ Հիմա ես ուզում եմ նորից Արմավիրի մարզպետը խոստովանել էր, որ եկեղեցի մայր տաճարի վրա այդ գրոհի ժամանակ ինքը ավտոբուսներով մարդ է բերել։ Ու ասում են, ես իմ անձնական միջոցներով եմ բերել։ Մամուլին ընդեղ ինքը ճեպազրույցների ժամանակ ասել, այս իմ անձնական միջոցներով մարդ եմ բերել։ Մարզպետը։ Հիմա օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, թե ոնց է եղել, որ կոնկրետ մարզպետը մարդ է բերում հավաքի մասնակցելու համար։ Այդ մարզպետի պարագայում, երբ որ նա պաշտոնատար անձ է, երբ որ նա դիրք ունի, երբ որ նա ինչ-որ չգիտեմ ֆանտաստիկ հարստություն ունի, ասենք $32,000 Rolex ժամացույց։ Այդ ոնց է ալում, որ ինքը այ օրինակ իր բերածը կազմակերպածը ակնհայտ է դեպքն է։ Իսկ այստեղ ձայնագրությունները որ լսում ենք, ընդհանրապես կենցաղային կազմակերպական հարցեր է, թե միասին ոնց գնանք։ Հիմա ասենք ենթադրենք մի հատ հավաք լինի, ես իմ ընկերներին ասեմ, ես իմ մեքենայով գնում եմ այսինչ հավաքի, եթե գաք միասին մի մեքենայով գնանք, հետո գնանք միտեղ հաց կուտենք ենթադրենք։ Եթե լավ որ ես որևէ մեկին նյութապես շահագրեցի, որ հավաքի մասնակցի։ Կներեք, բայն Պարզ կենցաղային բան է։ Իսկ այն 100-200 հազար դրամներն են, որ ասում ա իջնենք գրասենյակից կվերցնենք 150-200 հազար կդնենք գրպաններս, այդ ինչ գրասենյակ է, ինչի համար են այդ 100 հազար, 200 հազարը տալու։ Ես չեմ էլ ուզում այս հարցերի նույնիսկ անդրադառնալ, նորից եմ ասում, ինչ իմանաս, ով է, ինչ է, ինչ կազմակերպական հարցեր է, ինչ գրասենյակ է, ակնհայտ է մի բան, որ այս ամեն ինչը փորձում են ստվեր են ուժեղ Հայաստան դաշինքի քաղաքական գործունեությունը, որի հետ ոչ մի խնդիր իրավական գոյություն չունի։ Սա քաղաքական հետապնդում է ընդամենը։